Ինչ էլ լինի, ինչ էլ մի նոր բան ես տեսնում, մի նոր բան ես զգում, ընտիրման փոխել այդ միջավայրը, որտեղ գտնվում ես։ Տաք կոմեր, սառը կոմեր, մեր մոտ այնքան ցուրտ է, որ ցանկացած մեղմեր, այսպես ասեմ, մեղմեր, հա։ Բայց այն որ մի բան պիտի վրատ գցես, ուրեմն կանաչ դաշտավայր էր ու ծառեր դեղնած, կարմրած տերևներով։ Մի հրաշք բաներ էլի։ Ու սենց նստած էի մի քանի վայրկյանը մեկ մի հատ տերև սենց պտտվելով գալիս դանդաղ իջնում էր կամ մյուսը ես եմ ու գիտեք ինչ էի մտածում ոնց այ մարդ Աստված ամեն տերևը տանում իր տեղը դնում էլի հատիկ ու առանց իր գիտակցության ոչ մի տերև չի ընկնում ծառից այո ու մտածում եմ այս տերևը պտտվելով մեկը սահելով նայած իր չափի նայած ինչ ձևա չորացել ասում ես հիմա այս տերևները ազատ կամք ունեն թե չունեն այմա ես ինչքան մտածեցի տեսա որ ազատ կամք չունեն այնքան բանից է կախված իրեն չափից ինչքան ծանրությունից քամու թեթևանից ծառի անկյունից որ մասից է փոկվե այս ամեն ինչը որոշում է թե տերևը պիտի գնա այս տիեզերքում որտեղ պիտի հանգչի որտեղ է իր տեղը Տեսեք ռոմանտիկ մեկնարկ է երկուշաբթի օրվա համար բարեկամներ դուք եք հուսամ հետևել տերևների տերևաթափին թեպետ հունվարն է բայց լոսում Lake Tahoe-ի կոմերն էի կաչկիս չէ բան Three Rivers ավելի էլի հյուսիս էլի բայց դե հյուսիս Wind of River հյուսիս որովհետև աշունը Կալիֆոռնիայում հունվարին հյուսիս պիտի լինի էլի ուր պիտի լինի կարմիրով դեղին տերևները եւ գիտեք ինչ էի մտածում ախր այս տերևներն էլ տենց մնում են փթում են հետո իրենց իսկ ծառին որից փոկվել են սնունդ են դառնում իրեն այո եւ այդ process-ը արդեն բանա շղթայական է չգիտեի քանի որ ես էլ անտառի սիրահար եմ այդ Pales Verdes այդ անտառներում որ ասենք թե մի հատ ծառ ընկնում է կամ ինչ որ մի բան իրան իրավունք չունեն այդ պահպանները ինչ որ միջամտելու ինքը իրոք այդ բնական ցիկլը պիտի պահպանի փտի մրջունների կեր դառնա ворթերի չգիտեմ թաքստոց մի խոսքով բնական process-ը պիտի անցնի որտեղ ես հասկանում թե ինչ կարևոր բան է էլի այդ բնական շղթան։ Հիմա այստեղ որ ասեցինք մի հետաքրքիր բան էլ կա։ Հիմա մենք այսքան որ քարածուխ ենք վառում, փայտ ենք վառում, չէ՞։ Ուրեմն ժամանակներ առաջ որ դեռ մարդկությունը չկար ու մեր մոլորակ անտառներով էր լի, այն ժամանակ որ ծառերը ընկնում էին, հիմա մեր որ ընկնում ա ոնց ասում ենք փթեց։ Ինչ ա լինում, բակտերիան ուտում է։ Այն ժամանակ այդ բակտերիան չի եղել որ այդ ծառերը ուտի, ընկած ծառերը։ ու իրենք տենց մնացել, դարձել են քարածուխ, դարձել են փայտ, դարձել են բանա, տորֆ եւ այլն, հա։ Իսկ հիմա հնարավոր չի արդեն։ Եվ այդ կրակը, որ փայտը մենք վառում ենք, այդ ջերմությունը, որ զգում ենք, այդ ջերմությունը փաստորեն գալիս է արևից, որ այդ ծառը իր մեջ կուտակել է այդ էներգիան, հետո որ վառելուց քեզ հետ է տալիս, ու ինքը ուրիշ աղբյուր չունի էներգիա վերցնել։ Ածուխին կպնելիս հիշեք որ դա քարածուխի մասնախոս քարածուխին դիպչելիս հիշեք թե դա ինչ միլիոնավոր տարիների խորքից է եկել ասեմ այս ժամանակին ծառ հետաքրքիր է կյանքը բայց առավել կամ ոչ պակաս հետաքրքիր է նաև լրահոսը որը բավական հագեցած է բան չտեսա Ռաֆայել առավոտից նայում եմ մեզ բացի Թրամփից ուրիշ բան չկա հա այդ միջազգայինի առումով մեզ մոտ շատ ակտիվ է առողջապահական ապահովության թեման է շրջաբերականի մեջ շատ ակտիվ է քննարկվում լավ ընկերներ ունեմ ծանոթներ ովքեր բժշկական հաստատություններում են աշխատում ու մանավանդ հետազոտական բաժիններում դիագնոստիկայում ասում են որ ողողված են կլինիկաները ողողված են սա իհարկե իրանք շատ գանգատվում են վայ ես ինչ բան է դա իրանք աշխատավարձը դրանից չի փոխվում այս ինչ բան է մենք նեգրի պես աշխատում ենք ստրուկ ենք դարձել իրանք սերը sense բաներ են ասում բայց մյուս կողմից սա ազդանշան է թե որքան կարիք ուներ մեր հասարակությունը որ մաչելիներ կամ անվճար լիներ որ գնային ստուգվելու որովհետև հատկապես տարեց մարդիկ ֆինանսներ եւ միջոցներ չունեին գնալու ստուգելու վայ խոց ունեմ կամ ես ունեմ կամ ինչ որ մի գանգատ ունեմ եւ հիմա իդեպ կառավարության ինստի ժամանակ երբ որ այս հարցը ներկայացվում էր հենց այս տեսանկյունից էր ներկայացվում որ մարդկանց հնարավորություն տանք բուժվելու հնարավորինս շուտ խնդիրները բացահայտելու եւ կյանքի որակը լավացնելու եւ կարծես թե այդ ուղղությամբ է գնում թեպետ առողջապահական բնագավառի
աշխատակիցները մեղմ ասած գանգատվում են։ Երկընտրանք է էլի, որ կողմից էս մոտենում։ Ախր այդ ապահովագրության հարցը այնքան բարդ հարց է։ Տեսեք, մինչև հիմա Միացյալ Նահանգները այդ հարցը չի կարողանում լուծել, չի կարողանում, տառացիորեն չի կարողանում։ Հիմա էլ Թրամփը ասում է, որ այդ փողը պետք է տանք ձեզ, որ դուք այդ փողով առնեք ձեր ապահովագրությունը, ինչ որ sense մի բան է, չգիտեմ։ Դե Ամերիկայում առողջապահական հա մի քիչ բան, իմ կարծիքով մենք հեսա էլ նույնս հերթերի մեջ ենք ընկնելու այս քանակի հոսքը որ շարունակվի, մեզ մոտ էլ այդ հերթը ավելանալն է, որ ասում ես գլուխս պոկվում է, ինչ անեմ բան, ասում գնա 3 ամսից կգաս, մեզ մոտ էլ է տենց լինելու։ Հա, կույրաղիկս պայթել է, բժշկին չանեմ, 2 ամսից արի։ Բայց քանի որ սա համատարած չի դեռ վերաբերում է թոշակառուներին եւ այն մարդկանց, ովքեր կարծեմ 200,000 դրամից ավել աշխատավարձ ունեն, միգուցե որոշակի փոփոխություն լինի, ովքեր 200,000 եւ ավել են ստանում իրանցա վերաբերում եւ թոշակառուներին։ Մնացածի պարագայում չգիտեմ դեռ նոր է օրենքը դրվում բանի մեջ։ Հեշտ օրենք չի ախր, հեշտ չի բոլորովին այս առողջապահական համակարգը։ Հաստատ հեշտ օրենք չի, եթե Ամերիկայի պես երկիրը չի կարողացել մի բանի վրա դնել, հոսքի վրա դնել, պատկերացնեմ Հայաստանում ինչա կատարվելու։ Եվ ամեն առաջին ընտրվող պրեզիդենտ Միացյալ Նահանգներում նախագահ փորձել այս հարցը լուծել։ Տո Օբաման, տո Քլինտոնը, տո չի լուծում այս խնդիրը։ Շատ մեծ գումարներ են խոսում ախր։ Այստեղ կա այդ ֆարմասյուտիկալ դեղագործականը, կա այդ բժշկականը, կա մի հսկայական մաֆիա է։ Հսկայական մաֆիա։ Բավականին։ Իդեպ Երևանում այսօր լավ ձյուն է տեղացել, մի քիչ մեծ, ովքեր կարոտել են ձյունը, ես ուղարկում եմ FM ալիքներով ձեզ մոտ։ Այսօր ողջ օրը սրա շուրջ եմ մտածել, որ ասես շատ ձյուն է եկել, ոչ, բայց քաղաքը կատվածահար վիճակի մեջ է։ Ես ուզում հիշեմ այն ձնառատ տարիները էլի, որ իրոք կլիման դե փոխվել է 15-20 տարվա մեջ շատ էական փոփոխություն կա, բայց ես հիշում եմ դպրոցական տարիքից այնպիսի ձյուն էր գալի, ինչ փողոց մաքրել, ինչ ավազ ցանել, ինչ բան, ապրում էին, գնում էին, գալիս են, sense կանգնած վիճակ չկար։ Հիմա երկու փաթիլ ձյուն գալիս էլի, հիմա լավից վատից չեմ արդարացնում, էլի թերացել են, օրինակ մեր թաղերում է լավ չեն մաքրել, բայց կատվածահար է լինում։ Ինչն է պատճառը, ես չգիտեմ։ Առաջինը մեքենաների քանակն է, Ռաֆայել։ Բացարձակ չեն կարողանում 10 տարի առաջ նույնը չէր մեքենաների քանակը ոնց որ հիմա է։ Բայց դե որակյալ մեքենաներ են, բան են թվում է թե այդքան ասում են ձմեռային անվադողեր պետք է դնեք, բոլորն է դրել են բան ու չեն կարողանում 2 մետր գնան։ Նա չգիտեմ։ Ես օրինակ մեքենա չեմ հանել, ես երկրորդ օրն է, բայց այսօր ոչ քաղաքը սահում էր։ Այո, տրանսպորտով, հա։ Տաքսի, հա, այսօր աշխատանքի երկու կողմով է, բան ենք, տաքսիով են գնացել, հնարավոր չէր ուղղակի, ես էլ վախեցա մեքենան հանեմ, որովհետև նախ բակերը բացարձակ չի մաքրվում։ Երկրորդը փոքր կենտրոն իջնելը այդ օպերայի շրջակայքում մի հատ ահավոր վիճակ է, մի հատ խազեն, մի հատ բան, այդ որ ով է տերը, հիմա ես էլ արել։ Դրա համար շարից փորձանքից հեռու կգնանք տաքսիով։ Okay, տրանսպորտը չէր աշխատում, առավոտյան գործադուլ էր։ Ողջ Facebook-ը այդ կադրերն էր, ավտոբուսի վարորդները 15 թաղամասից եկող կվարտալ կոչվածի, բան կանգնել էին, բոյկոտում էին, ասում էին չեն կանում, որտեղ իրոք սահում էին, այդ եղանակի պատճառով, շատ, հա։ Բայց մյուս կողմից կենտրոնում մայթով ես քայլում էի, անգամ մայթը մաքրել էին, փողոցնել էին մաքրել, մայթն էլ էին մաքրել, բայց մի փոքր ծայրամասերում բան լավ վիճակ չի, լինեք արդար։ Այդ տենց։ Ինչ ունենք էլ օրակարգում։ Այստեղ ձյան պահով եւ հրդեհի պահով մի քանի դեպքեր ա եղել, առանձնացրել եմ, դա կարող եմ ներկայացնել։ Այսօր լույսերի հոսանքների տատանումից Պուշկին փողոցում մեծ հրդեհ էր բռնկվել, կադրերը եւս կա, ու հետաքրքիր է, որ անցորդը մայթով քայլող մարդը ոտը սայթակում է, ընկնում այդ կրակի մեջ, հենց առաջի հարկն էր վառվում, այդ տոնածառ բան էր, դեկորացիան։ Այդ անցնողը քայլում էր եւ ոտը սայթակում է, ընկնում է այդ կրակի մեջ, բարեբախտաբար ինչ որ լուրջ վնասներ չի կրում։ Լավ լուրերի տեսքով։ Մեր Եվրոպայում առողջապահական ապահովությունը շատ լավ գործում է, Զոյանն է ասում։ Ես շատ ուրախ եմ, որ Եվրոպայում գործում է։ Ողջույն։ Եվրոպան, իհարկե, շատ երկրներում շատ, այո։ Ցուրտ սուրգութից բարևներ Լիլիք Սերոփյանն է ասում,
իդեպ Ռուսաստանում ինչ տեսել եք ինչ Կամչատկայում ինչ ձյուն է, էլի շատ մետրերով։ Քանաքերից ունենք բարևներ Ռիտա Գրիգորյանը, բարև ձեզ։ Մենք էլ հետևում ենք ձյան հաստության շերտին, Սիրանուշ Ստեփանյանն է ասում, դե սպիտակից է տիկին Սիրանուշը, պատկերացնում եմ այնտեղ ինչ ծինարատ է, բավականին։ Ողջույն Ռաֆայել ջան, Դերենիկ ջան, Հայեր ջան, Երևանից Նարինե Սարգսյանն է ասում, բարև ձեզ, good morning from Sacramento, Մեղրիից ունենք բարևներ Կարինե Սարգսյանը, կարծում եմ Մեղրիում բավականին տաք պետք է որ լինի, տաք շրջանա Մեղրին։ Վերջին անգամ երբ եք եղել Մեղրիում։ Ես։ Եթե եղել եք իհարկե։ Սովետական տարիներին։ Մեղրի, հա։ Լավ է։ Եվրամիությունը դեղց ունեն մի հատ այդ ասեցիր հիշեցի մեր վերևի հարևանը Մեղրիից էր, մեկ էլ բերում էին մրգերը գյուղից, շատ։ Իսկապես տարբերվում էր, էլի։ Հայը մյուս շրջաններից էլ է տարբերվում, բույր ուներ այդ մանավանդ դեղցը շատ լավ տպավորվել է այն մեջ։ Այսօր դեղց բան ասեցիք, մրգեր էին գնում, 3 ժամվա պատմություն են պատմում, այդ որտեղից որ գնումներ ենք կատարում, Արցախահայերեն, դե հասկանալի պատճառով մեղմ ասած ընդդիմադիր հայացքներով ընդունում ենք բան մարդիկ տեղ են կորցրել չես կարող հակառակ իրանց ինչ որ բան բացատրես բայց այս ամբողջ պատմության մեջ որ ասում են հա ինչ է կարծում ինչա լինելու էս բան ասեմ դե ես լավատես եմ պիտի լավ լինի երկրի վիճակը ասում բայց որ Նիկոլը սահմանները բացում է առևտուր անելու բա ոնց կլինի sense բան ասում այսինքն ասում դե որ բերեն ապրանքները լցնեն ասեմ եղբայր ես նարինջդ որտեղից ես բերե ու արքրի մեջ է արքրի մեջ է այդ թուրքական այդ անունով բույնուզա ինչ է այդ բանով կապնգավ ասում եմ ես լոլիկը որտեղից ես բերե այս սերկեֆիլը մնացած մրգերն է լիքը բաներ ընդ պամելո բան ինչ որ կա ասում եմ բա տեսեք դուք բերում եք բան բայց ինչի դու անձամբ որ ընդդիմադիր հայացքներ ունես բա դու ինչի՞ ես ասում որ դու ինքդ նպաստում ես այդ ամենին դու օգտվում ես այդ բաց սահմանի արդյունքից կամ մնացած այդ քայլերից հասկացա որ սխալ տեղանք է թեման փոխեց ու շատ են այդ մարդիկ ցավոք սրտի անցյալ օրը Ռաֆայել կարծեմ ուրբաթորներ եթե չեմ սխալվում ուրեմն գնացի հայկական այդ սուպերմարկետներից մեկնա մեծ խանութ հա այո հենց բան parking-ու մուտքի մոտ ուրեմն կանգնած էին երիտասարդ տղամարդ կին երեխան գրկին երևի մի տարեկան 5-6 ամսական երեխան գրկին կնոջ հա այս տղամարդը ակարդեոն էր նվագում այդ բանն էլ տուփն էլ բաց էր ակարդեոնի կինն էլ երգում էր տենց թեթև երեխան գրկին ձայնով ու փող էին հավաքում տենց ահա Շաքաղեցի, լուրջը, ես նման բան ես քան 30 քանի տարի ապրում եմ, նման բան չէի տեսել, հակնված բան, այսինքն մտքովդ չի անցնի, եթե չիմանաս, հակնվածքից կամ բանից, այդ երեխան գիրկը, ապշահար եղա, Ինչ ասկային ասում եք հային? Որ տենց ընտանիք էին էլի, փոքր երեխայով գրկին եւ կարծես նորմալ հակնված ամեն ինչ բան ու փող էին մուրում փողոցում։ Ինչերեն էին երգում։ Հայերեն էին երգում։ Հայերեն էին երգում, հա։ Բայց չեմ դա մուրալ համարվում է, թե չի, թե աշխատանք է համարվում, ես չգիտեմ։ Այնքան խորը բան եղա զգացի էլի, որտեղ ես չեմ տեսել երբեք։ Մանավանդ որ փոքր երեխա կա գրքներին, այդ ինչ որ սոցիալական այնտեղ ծրագրեր կան, եսի ինչեր բաներ կան, որ այդ մինիմումը գոնե ապահովում են, էլի որ Տրամպը կտրել է բան արել ինչ որ իրանց ռայական ազդել է, որովհետև շատ օգնություններ բան արեց, էլի, շատ Նենց սիրտս բան եղավ, հա, ուրեմն մտան ներս այդ քիչ էր իբր թե Ռաֆայել Տարքիրոր էր, հա, մեկ էլ ինձնից առաջ երկու փոքր տղա են կանգնած, ազիվ 14-13 տարեկան, հա, եղբայր էին, ինչ էին, չգիտեմ, տենց ուրեմն հաշվեց այս ջահելքին էր բանել էս աշխատողն էլ խանութի, հա, մեկ էլ շուտ գին ասեց, մեկ էլ ուրեմն մեկի սենց ձեռքի մեջ այդ գումարը սեղմված ասենց էլի դոլարները, կոպեկները, սենց շուտ հաշվեցին, մեկ էս երեխեքից մեկը այնտեղ չիպսի տոպրակ կար մի հատ, այդ տոպրակը հետ դրեց, հա ասեց հիմա եղավ այդ կինը հաշվեց, հա ասեց հիմա կոպեկ բան, մեկը ասեց արի ասեցի, ասի խնդրում եմ ասեց չիպսը տվեք ասի, բան ես կոչ, չէ պետք չի ինչ եք ասում,
ասի սուս վերցրու, ասի մի օր էլ կգա, ասի կհիշես, ասի հա, դու էլ մեկին համար մի բան կանես, ասի սաղ կընկնի տեղը, լավ։ Շնորհակալություն։ Չիպսը վերցին գնացին։ Շատ լավ, շատ ուրախ եմ հաճելիներից այսօր մեր ռադիոլսողներին եմ տեսել Երևանում, Երևանի ռադիոլսող, իդեպ հիմա գրում է Տիկին Նելի Մարգարյանը, իդեպ հենց այդ մրգի խանութում ենք հանդիպել, որի մասին քիչ առաջ պատմում էի, դուրս էին գալի, ինքը դուրս էր գալի, մենք ներս էինք մտնում եւ այ Ռաֆայել ջան, մենք ձեզ դիտում ենք եւ այլն, շատ ուրախ եմ հարգելի Տիկին Նելի ծանոթության համար, հիմա այստեղ գրել է, ասում Ռաֆայել ջան, այսօր ձեզ հետ հանդիպումից հետո այնքան ողջավորված եմ, շատ ուրախ եմ, կարծես երեխաներից տեսա, անհարմար զգացի գրկել ձեզ։ Շնորհակալ եմ ջեր խոսքերի համար, հարգելի Տիկին Նելի, ես էլ եմ ուրախ, որ մեր լավ ռադիոլսողներին ճանաչում ենք նաև ֆիզիկապես եւ հանդիպում ենք Երևանում, այդ եւս կարեւոր է։ Տիկին Նելին Ուկրաինայից է, ով հասկանալի պատճառներով հիմա Երևանում է։ Բարսելոնայից բարևներ։ Էլեոնորա Սարգսյան, բարև ձեզ։ Բարսելոնա, հա։ Այդ արկիրա ֆուտբոլ սիրում է մեր Էլեոնորան։ Ես ուրեմն Բարսելոնայի այդ գլխավոր մարզադաշտում եմ եղել։ Արա ֆուտբոլի? Հա, հենց ինչ գործունեներ են դեռ Ռաֆայել։ Տուրիստական բան, որ գնացել ենք Բարսելոնա։ Խաղ չկար, հա, այսինքն։ Չէ, խաղ չկար, բայց մեր դաշտը մտել ենք այդ Բարսելոնա, ես ֆուտբոլի պատմում էս ոչ այդ ֆուտբոլիստին գիտեմ, ոչ այդ խաղացողի գիտեմ, ոչ մի բան, բայց Մեսսին էլ չես ճանաչում։ Չէ, Մեսսին գիտեմ։ Մեսսին գիտեմ, հա, բայց զուտ խաղ եւ այլն այդ բացարձակի հետ կապ չունի, բայց այդ ճարտարապետական կոթողա, իրոք կոթողա այդ ստադիոնը, նայում ես այդ սարքած բան ու իհարկե ես Բարսելոնան չեմ բերի համեմատեմ Հայաստանի հետ, թեպետ ինչու ոչ, այնպես չի որ գերտիրություն է, բայց ամեն անգամ Նարդոս փողոցով անցնելիս եւ մեր հանրապետական կոչվող մարզադաշտը տեսնելիս այնքան վատ եմ զգում, որովհետեւ միջազգային այդ խաղացողները բաները գալիս են ոչ թե ստադիոնն ավիճ որ վատ վիճակի է, չէ, որտեղ է գտնվում այդ կողքի այդ Նարդոսի այդ տները, այդ բուտկեքը, այդ գարաժներ, ավտոսպասարկման թաղամասա, սա փողոցում ավտոներ են ջարդուփշուր, անվադողերի վերանորոգման տեղ է, մի հատ խայտ ընդ կողքը շինանյութի բազարա, գնունի, մնունի տենց բաներ է կոչվում, մի հատ խայտարակ վիճակ։ Ջեյլոն եկել էր, սթորիները նայում էր թե ոնց էր բան, ասում ես միջազգային բան ենք էլի խաղեր ենք բերում մեզ մոտ եւ այլն գուցե մարզադաշտը լավ է խոտածածկը լավ է ես մա գնահատականներ չեմ տալիս բայց այն շուրջը ինչա կատարում պիտի մի քիչ բարեկեցիկ բան սարքենք էլի կողքերը մի քիչ մաքրություն լինի կամ ինչ որ ճարտարապետական վիճակ այս խոսքը հանրապետական ստադիոնի մասին է Հրազդանին է չէ այս Հրազդանինը շատ լավն է այս ձորի իրոք շատ լավն է գեղեցիկ բան, բայց ինչ եղավ այդ Հրազդան այդքան փող սարքեցին, ծախսեցին, սարքեցին եւ այլն, հաստատ քանդելու են, անգամ նախագիծը հիմա գիտեմ, էլիտար շենքեր էլի պիտի սարքեն, թե մի հատ գլխից են վերջը սարքելու այդ շենքերը, էլ պիտի քանդեն, վերանորոգման ենթակա չէ, որովհետեւ ինչ որ հիմքն է խալխալվել, բան, էսես ինձ թվում է երիտասարդական պալատի օրն են գցելու, երիտասարդական պալատն է, վայ, չեն կարա սարքենք բան, պարզվեց տակը ինչ որ բաներ են գտե, հիմա հանքա քաղաքի կենտրոնում, այդ կրծած կուկուրուզ կոչվածը, քանդեցին, հիմա հանքա, մինչև հիմա աշխատում է այդ հանքը, թույն ու թարախը Երևանի գլխին կապած նույնն էլ էս Հրազդանի պատմությունն է լինելու, ինչ որ մեկը աչքը դրել է, ստադիոն մադիոն մեզ պետք չի, այդտեղ շենքեր կսարքենք, հիմա այդ է լինելու։ Հետա, տեսնենք։ Ինչ են հանքը հանում այդտեղից։ Ցեմենտ ու ավազու եսի ինչ, այդ ինչ որ բաներ է, խառնուրդները, այդ բաները դրած, խառնարանները, այդ իրանց հատուկ բաները դրած, 4 կողմ ով որ ապրում է հարակից շրջանում, ամեն առավոտ ասում է 10 սանտիմետր փոշ ենք պատուաններից ու գաջ ենք պատուաններից մաքրում, այդ ամենը նստված կա տալիս։ Հետա երգիրն է մեր։ Էլ ինչ ունենք տեսնեմ կոմենտներում։ Այս Գրենլանդիայի հետ կապված Եվրոմիությունը հայտարարություն տարածեց, որ ուզում են Եվրոմիությունը մտադիր է Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիայի վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով եւ քայլեր է ձեռնարկում, Bloomberg-ն էր հոդված մեծ գրել,
ղեկավարները Գրենլանդիայի ճգնաժամը Միացյալ Նահանգների հետ լուծելու համար օգտագործվում են դիվանագիտական միջոցները։ Bloomberg-ի տվյալներով Եվրոմիությունը կարող է մաքսատուրքեր սահմանել 93 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների համար, որտեղ Ամերիկան սպառնում է բոլորին մաքսատուրքերով, Եվրոմիությունն էլ կարող է դա անել։ Գործակալությունը բացահայտում է, որ Եվրոմիությունը նախկինում հաստատել է այդ մաքսատուրքերը, բայց չի կիրառել։ Կիրակի օրը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոմիության մշտական ներկայացուցիչները քննարկել են այն ցանկը, ինչպես նաև հարկադրանքի դեմ օգտագործման գործառույթները եւ այն ապրանքների գները, որոնց նկատմամբ կարող է սահմանվել մաքսատուրքը։ ԱՄՆ-ից դեռ պատասխան չկա։ Ես ամենաշատ այդ հարցում ինձ հետեւյալը զարմացրեց, ուրեմն Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միացման հարցը լուծելու դեպքում կասկած չկա, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր անունը կգրի համաշխարհային պատմության էջերում, այսօր հայտարարել է ով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Չեմ հասկանում սա։ Վերանալով այն հարցին լավ է դա թե վատ, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին թե ոչ, կան միջազգային փորձագետներ, որոնք պնդում են, որ այս քայլով Թրամփը մուտք է գործելու ոչ միայն ամերիկան, այլև համաշխարհային պատմություն։ Այս փորձագետների հետ չհամաձայնել շատ դժվար է, ընդգծել է պարոն Պեսկովը։ Այսինքն չեմ հասկանում, ուրախ է Պեսկովը սրա համար, հրահրում է, թե ուզում է սրանով ՆԱՏՕ-ն քանդի, ես չգիտեմ ինչա կատարում այման։ Այս ախր գիտեք ինչ, հիմա անգամ մենակ Գրենլանդիայի մասին չի էստեղ հարցը, էլի։ Ճիշտ ոնց որ մենք Ռուսաստանի համար էինք ասում, չէ՞ որ Ռուսաստանը որ վերցրեց Ուկրաինան չի կանգնելու առաջագն։ Հիմա նույնը Թրամփին է վերաբերվում։ Լավ, ենթադրենք թեորիապես այս հարցը լուծվեցում, չի, վաղն էլ ասել է, այս ինչ բանն է ինձ դուր գալիս կամ ինձ անհրաժեշտ է։ Եվ սա ուրակ տանելու մինչև ես չեմ հասկանում, ոնց կլինի սենց, ոնց կլինի սա։ Այս արդեն անպարկեշտ է դառնում, էլի։ Այսինքն ստացվում է, որ ուժեղ է, հա, կարող է վերցնի ինչ որ ուզում է, հա, այդտենց է ստացվում էլի։ Մրցանակ են տվել Փաշինյանին այսօր հայտարարեցին, բարձրագույն մրցանակներից մեկն է Արաբական Միացյալ Էմիրությունների, կոչվում է Զայեդ մրցանակ, իդեպ Զայեդը, Շեյխ Զայեդը Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիրն է եւ այն մարդը, որ կարողացավ ամբողջ էմիրությունները, ովքեր իրար դեմ պայքարում էին, հավաքել մեկ էմիրության մեջ, այսպիսով հայտնի է մարդկային եղբայրության Զայեդ կոչվող մրցանակակիրը։ 2026 թվականի մրցանակակիրը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին հայտնում է աղբյուրը մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև անմիջական խաղաղության հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի, որպես երկու պետությունների կողմից իրականացված խաղաղության երկխոսություն։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելամին ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարունակական հետևողական սկզբունքային ջանքերը ուղղված խաղաղության հաստատման ամրապնդմանը արժանի են, որպեսզի Փաշինյանը ստանա Աբու Դաբիում փետրվար ամսին բարձրագույն այս պետական մրցանակը։ Zayed Award for Human Ինչեստը գրած չի։ Հա, որ բան Զայեդի մրցանակը մի խոսքով։ Ընտիր, սա էլ էսպես, հիմա արդեն հանդիմության ներկայացուցիչները կասեն, ահա, վերջ արաբական աշխարհի, բան, որտեղ արաբական էս ով էր տվել, Ղազախստանի, չէ՞, Ջոմարտ Տոկաևն էր պետական բարձր մրցանակ էր տվել, դա էլ շատ բուրըն քննադատեցին։ Ռաֆայել, եթե պետք է հաշվի առնենք ընդդիմությանը, պետք է ոչինչ չարվի, ոչինչ, որտեղ ցանկացած կալ իրանք կարող են բան անել։ Հասկանում եմ։ Կաթողիկոսը այսօր հայտարարություն տարածեցին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրավիրով եպիսկոպոսած ժողովը տեղի ունենալու Ավստրիայի Սանկտ Փյոլբեն քաղաքում փետրվարի 16-ին։ Այս եպիսկոպոսած ժողովը մեզ մոտ չպետք է լիներ, Ավստրիա տարան։ Այո։ Փորձանքից հեռու էլի։ Ավստրիա։ Ավստրիահայեր այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Մայր Աթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը, մեկնաբանելով այն տեղեկությունը, որ եպիսկոպոսած ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից դուրս։ Այո, Ավստրիայի Սանկտ Փյոթեն քաղաքում։
Հարկ են գծել, որ առաքելական եկեղեցու որևէ ժողովականի մարմին բացառությամբ ազգային եկեղեցական ժողովի նիստերը կարող է գումարել ցանկացած երկրում եւ ցանկացած վայրում, նման նախադեպեր եղել են ինչպես եպիսկոպոսատ ժողովներում, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագայում, ուստի ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայում փետրվարի 16-ից 19 նշել է նա։ Ախր կարևոր այն չի թե որտեղ է տեղ ունենում, կարևորն է թե այդ ժողովից հետո ինչ եզրահանգման է գալու, թե չէ որտեղ է կանում շատ չի հետարկում արդեն։ Հա, դե Բայց վախենում են էլի հանկարծ ԱԱՑ բան եւ այլն եւ այլն։ Լավ չի։ Միջամտենում։ Լավ չի, հարց ունեք, տղեկ, տունը լուծեք մի 5 հոգով, 5 հոգի մարդ։ Այս ինչ որ կատարվում է մեր ազգի հետ, այս 5 հոգու պայքար է, գուցե որ շատ խորանան, գուցե 3 հոգու պայքար է։ Ինչ որ հիմա կատարվում է։ Ուրեմն այս 5 հոգու արճակատման արդյունքում մի ամբողջ ազգ, հոգևոր դաշտ, չգիտեմ, սփյուռք, բոլորը տուժում են։ 5 հոգի նստեք, այմարդ խոսացեք իրար, չէ։ Սա մեդիաներով, բանով, այսօր իմացա կուսակցություն են գրանցել։ Մեր ձևովը կամ վերաֆորմատավորվում է կամ նոր ուժ է ստեղծում, չգիտեմ ոնց տեսնեմ։ Ինչ է նոր ուժեր, չէ՞ անունը կարծեմ, թե Ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան։ Իմ այդ բանը, ինչա կոչվում, մեր ձևով շարժումը, հիմա հետաքրքիր է որ նա ինքը գրասենյակներ է բացել, մեր ձևով շարժում, հիմա ինչ վերաբրենդինգ է անելու, թե դա կլինի իր դուստր, ոնց որ ասած, կորպորացիան կներկանա երկու ճակատով։ Չգիտեմ, ընդհանրապես հաշվի առնել է որ պարոն Կարապետյանը կողքերը ովքեր են, սա քոչարյանական ժողովուրդն է։ Հետաքրքիր է քոչարյանական ուժը ովքերով է գնալու առաջ, որովհետև ում տեսնում ենք պարոն Կարապետյանի շուրջ են տունը դիմավորելուց, բան, ճանապարհում են էս անում, սա քոչարյանական ժողովուրդն է։ Ովքեր են բա մնալու Հայաստան դաշինքում, թե Հայաստան դաշինքը լցվում է մեր ձևովի մեջ, չգիտեմ, հետաքրքիր բաներ է սպասում։ Շատ հետաքրքիր։ Գտանք առաջ։ Չեմ հասկանում, ոնց կարելի է Հրազդան մարզադաշտը քանդել, հարցնում են։ Դե որտեվ դեֆեկտավոր է, բա ինչ անեն, քանդվելու է մարդկանց վրա հակառակ դեպքում։ Այստեղ Ջանիկ Նազարյան ասում է բազալտի հանք է, վերածում են խճաքարի։ Ինչ ասես կանեն, ամեն ինչ էլ կանեն։ Ջերմ բարևներ Փարիզից Կարինե Մարգարյանն է գրում, բարև ձեզ։ Կես մետր ձյուն որ գա, ավտոբուսները չեն, կես մետր ձյուն է գալիս, ավտոբուսները չեն աշխատում։ Փարիզում այդպես է օրենք է ասում է, 2 սանտիմետր ձյուն որ գա, ավտոբուսները չեն աշխատում։ Չգիտեմ։ Դե հա, ապահովության համար կարելի է հասկանալ, այդքան մարդ են տանում վերում։ Safety is our priority, մայիսը։ Գնանք առաջ, ինչ ունենք, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Իսպանիայի վարչապետին, միտե մրցանակ, միտե ցավակցություն, այդ գնացքներն է, շատ տեսակ այդ կադր, Աստված իմ, ահավոր բան է, ահավոր մեծ արագության տակ գեր արագությամբ սլացող գնացները բարեկաներ մխրճվել են, ճակատ իրար խփել են։ Գիտեք քանի տեսակ բան կա էլի այդ կանխելու համար այս տեսակ բաները։ Մի քանի շերտ է էլի ապահովությունը որ նման բան չի, էլի պատահում է այմար։ Զարմանալի բան է էլի։ Մենք այս Իտալիայում ուրեմն գնացքով Բարի քաղաքից Հռոմ գնացքով գնացինք։ Իդեպ Իտալիայում մի քանի անգամ գնացներ նստել ենք տարբեր ժամանակներում, տարբեր եղանակներին։ Հետաքրիր բան է, զգում ես որ մի քիչ դանդաղացրեց ընթացքը, զգում ես որ տեղով ուրիշ գնացք է անցնելու, մեկ էլ հանկարծ հանդիպակաց, տեսնում ես մի հատ մեծ արագությամբ ուրիշ գնացք անցնում ու ինքը մտնում է նույն գծի մեջ, նույն ճանապարհի մեջ է ընկնում։ Ու դա չեմ կարող ասել թե իբր գեր ծանրաբեռնված է, բայց կան երկրներ, որտեղ շատ ծանրաբեռնված են այդ ուղիները ու փաստորեն համակարգիչը
Սա համակարգիչն է, չէ՞, տնօրինում ենթադրում։ Ախր մի համակարգիչ էլ չի, Ռաֆայել, հույսները չեն դնի մի համակարգչի վրա, որ ամեն փչանա։ Մի քանի համակարգ ունի ապահովության, դա լինում է։ Բանա լինում է շղ փոխում է ուղությունները, որ գնացները։ Մեխանիկական բան էլ կա, որ այդ դեպքում անջատվում է, եսի ինչեր կան։ Գումարած մարդկային գործոնը, բայց էլի դες պատահում են։ Դե ըստ երևույթին այնքան շատ է այդ ամեն ինչը գնացները որ նայես ամբողջ Եվրոպայում եք, ոնց լինի տարին 1-2 դեպք պատահում է նման էլի։ Շատ ցավալի է։ Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Պեկի երկու գլխավոր օպերլիազորները չեն հանգստանում։ Չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում քննչական վարչությանում պարզվել է, որ կաշառք տալու եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերատորները կաշառք են վերցրել, վերջիններիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանցից առանձնապես խոշոր չափերի 9 միլիոն դրամ կաշառք ստանալու փաստը։ 9 միլիոնը հետանում է մոտավորապես 3 միլիոն դոլար, չէ։ Չէ, 20 Այդ միլիարդն է։ 30 չի ասում, 30,000 դոլարի կարգի տես մի բան, 20 քանի հազար դոլար։ 4 միլիոնը մոտավորապես 10,000 դոլարն է։ 9 միլիոն այսի վերցրել, 8 միլիոնը 20,000, ընդ 1 միլիոն էլ բան 25,000-ի կարգի էլի։ Դուրս չի գալի էս արատավոր սովոր, այդքանը գիտի բռնում են, գիտի որ ստուգում են, գիտի որ ինչ էս կոռուպցիան մանավանդ էս մանր մուներների մեջ աչքները վրան է, էլի վերցնում են։ Էս Թրամփը հետաքրքիր է բանը, չէ՞, ուրեմն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրի է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Այդ գիտեք, ուրեմն Թրամփը խաղաղության խորհուրդ է կազմում, որը պիտի զբաղվի Գազայի զարգացմամբ։ Ու ինքն է ընտրում, ինքը նախագահն է ընտրում, ով պիտի մասնակից լինի։ Եվ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին եւ այդ հնարավորությունը ուսումնասիրվում է, այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Իսկապես նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ուղիներով առաջարկ է ստացել միանալու այս խաղաղության խորհրդին։ Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այդ առաջարկի բոլոր մանրամասները։ Հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ բոլոր մանրամասները պարզաբանելու համար։ Բայց այստեղ մի բան կա, ուրեմն բանին առաջարկել նաև Ուզբեկիստանի Լուկաշենկոին, Ուզբեկիստանի բանին Տոկաևին, բոլորին ասում է եկեք միացեք, բայց ասում է առնվազն 1 միլիարդ բան պիտի անեք։ Վճարեք։ Ներքին ձայնս ասում է Ալիևը վճարելու է, գնալու է, մասնակցելու է իր ստատուսի համար։ Բայց լավ է, չէ՞, էլի 1 միլիարդ ամեն մեկը, որտեղ օգնենք ասում է Գազային եւ այլն, էլի, աստվածի մեզ։ Մերոնք չեն վճարի գնան։ Մերոնք ովքեր, մեզ չեն հրավիրել։ Մեր ձևով բան, եսի։ Մեկ է տեսար։ Էլի 1 միլիարդը ինչ է, որ։ Իսկ եթե ավելի լուրջ ընկերներ, Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է, շատ լուրջ, ուրեմն հերթեր են գազալցականներում, ովքեր հեղուկ գազով են երթևեկում։ Ինչ ասես խոսացին, ինչ ասես բան, հիմա բացատրում են մասնագետները ինչու՞մ է պատճառը։ Այ որ ասում են բաց սահմանը պիտի այսօրվա համար լինի, հեսա, գիտեք, Ռուսաստանում ահա որ ձնառատ վիճակները, բուք է, բորան է, բան է, լարսը փակես, մի շաբաթ 10 օր ընդհանրապես մեքենա չի կարողանում անցնի։ Իրանում էլ այդ պատժամիջոցներն են դրել, Տրամպը ասել է հանգարց մի հատ գազ, մի բան առևտուր արեցիք պետական մակարդակով, վերջացավ։ 25% մաքսատուրք, թե 30% մաքսատուրք, հիմա մերոնք վախենում են։ Արդյունքում պահեսները չեն լցվում, եղածներ վաճառվում է, դեֆիցիտ է։ Ինչ անենք, ոնց անենք եւ այլն, էլի Ադրբեջանի իրենց խողովակներով դիմել են եսիմինչ, ռուսական, ուրեմն գազը շրջանցելով լարսը, որը փակ է, այդ ավելի տաք ճանապարհներով Ադրբեջանի կողմով գալու է հեղուկ գազի ներկրման խնդիրներով պայմանավորված կարճ ժամկետում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի երկաթուղով Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը թույլատրել է այդ տրանսֆերը, էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է այս տեղեկատվությունը։ Հիմա ինչ այդ գազով մեքենաներ են լիցքավորում, հիմնականում մեքենաներ են լիցքավորում դա։
որտեղ կան այդ այսպես կոչված այդ Հա, դա լուրջ գազը։ խնդիր է արդեն, որտեղ մեծ մասը չէ, ճնշող Բենզինից թանկացել էր գազը, խայտարակ վիճակ։ Եվ խառնվել էին իրար, ինչի եւ հասկանալի է։ Հա, հիմա Ադրբեջանի տարածքով գալիս է պետությունը պիտի մի քանի բան ունենա, ճանապարհ, մի քանի ճանապարհ, չի կարող, բայց ձունը դրեց, ծիրանը փչացավ, գազը չեկավ, մյուսը չեղավ, ամառը բաներն է, ծիրանն է նեխում թափում մնացած միրգ բանջարեղենը, ձմեռն դիվերսիֆիկացիա, որ ասում են, այդ նկատի ունեն, էլի, բայց նոր է սկսում մեզ մոտ։ Հələ Թուրքիան էլ բացվի սահմանը, ավելի կհեշտանա այս խնդիրները։ Հասկացողը հասկանում է, չհասկացողն էլ դեմագոգիկ բաներ անելու։ Ինչևէ, գնանք գովազդային դադարի, մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, վերադառնանք եւ հաղորդման երկրորդ հատվածը կմեկնարկի։ Մնացեք մեզ հետ, հարգելի բարեկամներ, Sharp Music Radio, աշխատում ենք ձեզ համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Sharp Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք, հարգելի բարեկամներ, հաղորդման վերջին հատվածը մեկնարկեց, ուղիղ եթեր աշխատում ենք ձեզ համար, երկուշաբթի մեկնարկել է աշխատանքային եւս մեկ շաբաթ, բարձր տրամադրությամբ գնում ենք առաջ, հուսամ լավ հանգստացել եք, Դերենիկը լավ հանգստացել է, ծառերի տերևաթափ, գեղեցիկ բնություն եւ իսկ խորտիկներ եւ լավ ուտելիք այդ կարևոր մասն է էլի բացեք թող իհարկե կարևոր հատվածն է գիտեք ինչ տարիներ ամբողջ կյանքը մարդ սովորում է ուտել ես իմ փորձի վրա կարող եմ ասել իմ փորձի վրա ես հիշում եմ առաջ ասենք որ ծնունդս բաներ լինելու ընկերներս պիտի գային մաման սկսում էր մեկ է սալատ բան սարքել այ մամ ասում եմ այդ սա ինչի համար ես անում խաշած կարտոշկա միս ու հերիք է արդեն մեզ էլի եւ իրոք այդ նրբությունները ինչ որ այնտեղ եսի ինչ հետո քիչ հասկացա որ մաման ճիշտ էր կարծես մաման ճիշտ էր այսինքն միևնույն է չի թե ներսդ ինչ ես ուղարկում էլի դա հետևանքներ է ունենում հասկանում ես այսինքն ամեն մարդ իր հնարավորության սահմաններում պիտի կարողանա հետո սկսես քեզ ճանաչել քո ճաշակը ճանաչել քո օրգանիզմը ճանաչել որ նա քեզ ավելի բան է եւ այսպես ամի տեսակ կուլտուրա է դառնում էլի ուտելիքը ոչ թե հաշար սանում ես մենակ էլի մի օր որ գաք Երևան ես ձեզ հրավիրելու եմ իմ կարծիքով ամենահամեղ խնկալի անոցը որ ես վերջերս եմ բացահայտել ֆանտաստիկ տեղ է ուղղակի իմ կարծիքով շատ ձեզ դուր կգա մեջ ջրալի հա որ ինքնասին դուրս նայում ես այնտեղ ձյունա եւ այլն հա մեկ է Դիլիջանում հարիսա ուտելու մի հատ լավ տեղ կա մեկ էլ այդտեղ բարով կգնանք կերանք հիշում եմ այդ բանի ասում էին բանի ինչի պատվալ էին ասում մի հատ խնկալի անոց կար Երևանում բանի այդ բանի մոտ էր ավանգարդի պատվալ էին ասում խմբագրության այդ շենքի պատվալում էր ու գիտեք ինչն էր այդ արքիր ուրեմն ինքը բան էր պատվալային հարկ էր ու վերևը sense նեղ պատուհաններ կային որոնցից մենակ ոտքերն էին մարդկանց երևում ու sense բանը բերում էին խինկալին sense գոլոշին դուրս էր գալի իսկ այդ լուսամուտից այդ ձյան մեջ քայլող ոտքեր էր տեսնում մենակ ռոմանտիկ էր շատ ինչքան որ խնկալին կարող է ռոմանտիկ լինի էլի վայրենի ուտելիք է բայց փնթի մնթի այտենց չփումա վայրենի վրացական է այդ մեկը հաստատ էլի հա ուզում ասեմ վայրենի է բայց վայրենի ինձ հայրենի լսեցի չէ ինչ հայրենի հա չէ բայց ավելի շատ հայրենի է դարել զվարթնոցը իջնում ես առաջի բանը ասում է try best խնկալի in the town տենց ման այո եկեք չհրաժարվենք մեր խնկալից եւ ասենք որ խնկալին հայկական ուտելիք է ուտեստ է հայկական այո տրդատնա դեռևս 10 տարի առաջ հայերը վայ խնկալի բայց այդ գաղափարը խմոր մեջը միս բոլոր ազգերուն են բոլոր ազգերում է։ Դե ապացուցված է որ Չինաստանից է եկել, որովհետև ամենահին քաղաքակրթությունն է, տենց են հաշվում, էլի, որտեղ է բացահայտվի մի բան։ Դե պետք է այմեի խմորը բացեիր, մեջը միս դնեիր, էդի դներ ջրի մեջ, այդ մի ամբողջ բան է, էլի։ Այմեի այդ խմորը սարքեիր նախ։ Չէ խմորը հունցի մեջը բաներ, բայց ինձ թողներ են ասիական խոհանոցի սիրարներ, իմ կարծիքով դամփլինգ կոչվածը եւ խինկալին այդ Ամես բաներ են մեջը դնում է դամպլինգի մեջ այմարդ Բայց որ ծաղոտների մեջ են էփում շոքե խարշում են դրա բղով մղով այդ որ sense ծաղոտի sense բաներ կան չէ որ
Չէ։ Ես էլ չսովորեցի դրանք Վիվախին կար։ Մինչև մենք գովազդի մեջ էինք, մեր խնկալին լավն է։ հա, Ջեյհուն Բայրամովը Մարկո Ռուբիոյին զանգեց։ Հա, հենց նոր։ Նրանք քննարկեցին Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության վիճակը, հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների գործընթացը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Դրական են գնահատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաեւ վստահության ամրապնդման ուղղված միջոցառումները։ Ընդգծվել է Թրամփի ուղի հանուն խաղաղությանը TRIP նախաձեռնության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։ Այսօր զանգերներ եղավ, զանգեցին, խոսեցին, այսօր նաև տխուր տարելից է, այսօր update լրատվականում դրա մասին խոսեցի, այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է։ Հրանտ Դինքի, իդեպ, դες որ ասում ենք Հրանտ Դինք եւ այլն, իհարկե մեր հայրենակցին ենք պատկերացնում, ով որ իր աշխատասենյակի օֆիսի դիմաց գնդակահարվեց ազգայնականների կողմից, բայց ավելի խորքը չենք մտնում։ Օրինակ ես չգիտեի այսօր պատրաստվելով նյութին իմացա, սպանողին, որ 20 տարի ազատազրկմանն էին դատապարտել, ազատ են թողել։ 23 թվականին քանի հոգին գիտեր դրա մասին։ Ահա ինչ-որ խառներ, ես մի պահ հետևում եի, հետո արդեն կորցրեցի բանը, հա։ 20 թվականին ազատ են թողել, Դինքի ժողովուրդը բողոքարկել է, նորից բան, ուրիշ հոդվածն են փոխել, բան ահաբեկչություն հոդվածով, ազգայնական խտրականություն եւ այլն, ու մի բառից են կարճել, ինչը էլի շատ էական է, միջազգային ընդ բաներ կա։ Եթե ասում եմ խփելուց չգորար եւ տեսախցիկները ձայնագրած չլինեն, որ ասելա գյավուր, լրիվ ուրիշ հոդված կլիներ, բայց որ ասելա գյավուր, անհավատ, որ հայերին էին ասում Օսմանյան կայսրությունում, ոչ միայն հայերին, ովքեր որ չեն հավատում Ալլահին, իրենց գյավուր են անհավատները։ Այդ գնաց արդեն ուրիշ լրիվ հոդվածներով, դե դա թուրքական վիճակ, բայց կադրերն էին նայում ամեն տարի էլի այդ խմբագրականում հավաքվում են շատ լուրջ մարդիկ, պատշգամբից ելույթներ են ունենում, այնպես բաներ են խոսում, ես զարմանում եմ Թուրքիայում այնպես բան կարելի է խոսալ, որ դա ժողովրդավարության դեմ կրակ էր, որ դա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դեմ ուղղված քայլ էր, որ դա մերժողական քաղաքակրթության շարունակությունն է, բան, ես ինձ զարմացել էի Դինքի այրին էր խոսում գործընկերները, բավականին այսպես համարձակ ելույթներ էին։ Հա, այդ իմաստով ես էլ նախ ես զարմացա, որ բռնեցին, դատեցին եւ այլն, ինչ թվում էր ինչ որ ձևով բան կանեն, բայց չէ։ Ու 17 տարեկան էր, սպանելու ժամանակ անչափահաս էր այդ ստրիկան։ Անչափահաս էր, այո։ Անչափահաս էր, այսինքն բոլորովին այլ բաներով եղավ։ Ուրեմն Հայաստանի բարձր տեխնոլոգիական նախարարությունը ընդգծում է միջազգային հեղինակավոր Apollic բանը հարթակի մեջ է եղել Government AI 100 կոչվող ցուցակում եւ մենք բարելավել ենք մեր դիրքերը AI-ի շրջանակներում, այսպես ասենք, այսքան որ շատ բարդ բնագավառը ամբողջական հոդվածը չեմ ընթերցի, բայց ասում են որ Հայաստանը բարելավում է իր դիրքերը եւ միջազգային փորձի փոխանակումը նաեւ դրականորեն է անդրադառնում մեր այս արհեստական բանականության զարգացման վրա Հայաստանում դա նկատելի է տարբեր սպասարկման բնագավառներում, էլ արդեն ռոբոտներ կան, որոշ սուպերմարկետներ self checkout-ա ներդրվել, ինչը Հայաստանի պարագայում էլի Ինչա ներդրվել? self checkout-ը մի քիչ ալեֆրանգի ձևով է, հայկական ձևով է, բայց էլի ինքդ ման ես անում բան, բայց 10 հոգի նայում է, որ հանգարց մի հատ ավել պակաս դե գողավազակ 4 կոմը ու հետաքրքիր է որ ամրում տենց չի ամենը վճարեցիր 1000 հոգի ստուգեց բան դուրս գալուց էլ կտրոնը այդ դու բաքսի մեջ ես sense փակած է այդ կտրոնը QR-ը սկան ես անում նոր բացվում է կարած դուրս գաս նես չի որ sense վճարեցիր ու դուրս եկար չէ լրացուցիչ անվտանգություն են պահանջում։ Դե կարելի է հասկանալ երևի սկզբի համար։ Դե հա։ Որտեւ այդ որ մտածես self checkout-ին չի համար, փող խնայելու համար է, դե պետք է մարդ բերես ժամական վճարես որ աշխատի, այն առանց մեքենան անում։ Բայց դե այո, հնարավոր են տարբեր տեսակի վարձավճարների պարագայում էլ իդեպ այսօր վարձավճարների բանն աուրն է, այս բիլերը, բաները որ գալիս է, ես զարմանում եմ որ դեռ երիտասարդ
հայրենակիցներ կան, ովքեր գնում են պոչտայից են վճարում։ Համացանցը, ողողված application-ները, բաները անվճար առանց commission-ի, առանց որևէ բանի, չէ, ջահել, ասեմ 25 տարեկան աղջիկ տղա, գնում են պոչտայում հերթ են կանգնում լուսի փողը, որ վճարեն կամ ինչ որ բանի գազի փողը վճարեն։ Դա չգիտեմ որտեղից է էլի գալիս, չեն ուզում նոր բան սովորեն, թե ինչ որ ուրիշ հարց կա, միգուցե մենք չգիտենք, բայց այդ շատ մեծ տարիքի բան է էլի, այդ պոչտայում գնամ հերթ պահեմ լուսը վճարեմ։ Կարող է տան ինտերնետ չունի, չգիտեմ, հնարավոր է։ Հեռախոսում ինտերնետ չունի, բացառվում է։ Հեռախոսով 3 կոճակով վճարում ես առանց commission-ի։ Ու նոր չի ներդրված այդ համակարգը։ Ինչև է, լավ։ Օրինակ, ասեմ, բան էլ կա, չէ, այստեղ հիմա բանկային այդ բանում, այդ նկարում ես չեքը հեռախոսով դեպոզիտ ես անում։ Բայց ես նոր դրեցին։ Այդ նոր չդրեցին, նոր ասելով տարուց ավելի հաստատ։ Առաջ կար, որ ասենք օրինակ քեզ չեք են գրում, դու բանկից ֆրոնտն ու բանը հետևն ու դեմը նկարում ես, լինում էր։ Հիմա լինում է, որ ոչ թե սկան ես անում, այլ ոքես նկարը կարամ քեզ ուղարկեմ հեռավար, էլի դեպոզիտ է լինում։ Ոչ թե physical քո ձեռքն է։ Հասկացա, հա։ Ես այս վերջերս իմացա դրա մասին, չգիտեի։ Հա, դե ինչու՞ չէ, եթե այս կողմի վրա նկարը աշխատում, ուրեմն տեն կողմից էլ աշխատի, էլի, գալուց էլ աշխատի։ Դրամաբանական է, հա։ Ռաֆայել ջան, արդյոք Ադրբեջանով եկած հեղու գազի գինը ավելի մատչելի է լինելու, քան որ տեղափոխվում է երկաթգծով, լարսով բերում են բեռնատարներով։ Դավիթ Էրմենջյան, այդ տնտեսագիտական հարց է տալիս։ Եղբայր, չգիտեմ, Դավիթ ջան, ողջույն։ Չգիտեմ, հասկանում եմ։ Պետք է ենթադրել, որ այո, իհարկե, որտեղ երկաթուղով եկածը շատ ավելի էժան է միշտ, քան ստե մեքենաներով բերած այդ մեքենան ինչքան բենզինա ծախսում այդ բերելու համար։ Ադրբեջանով է կարճ է ավելի գալը։ Ավելի կարճ է, ավելի հանգիստ է, տեսնենք։ Իդեպ չգիտեմ, ուղիղ է գալի, թե էլի գալու է, այդո էլի գնալու է Վրաստանն է ուղղորդելու, որտեղ կարծեմ երկաթգիծը մեր ջարդուփշուր է, գալիս է մինչև մեր սահման չի կարող մտնի։ Սահման գնում է Վրաստանով այլ չէ, ասենք ասում ենք ծով չունենք, էս չունենք շփվելու։ Այ մարդ երկաթգիծ էլ խոմ ունենք, չէ, կարելի էր, չէ, էդ էլ իրենց մակարդակի վրա պահել, որ գոնե երկաթգծով անխափան կարողանայինք ինչ որ առևտուր կամ։ Բա ով ծախեր, ով փողերը դներ իրոք էլի ասում ես, եթե ասենք ծով չունես, տրամաբանական է, որ գոնե երկաթուղի զարգացնի մաքսիմում չօգտագործես, բայց չէ, չի ստացվում, էլի, չգիտեմ։ Մենք ու տրամաբանությունը ու բանը փրկում են երկիրը, հեսա գան, հեսա որ այս անգամ գան, արդեն կսարքեն, այն ժամանակ չստացվեց։ Արդեն ուրիշ ձևի կլինի, արդեն աչքները, այս մի հատ հոգեկան հիվանդ ունենք, ման, ասма չէ, տղա ջան, հիմա արդեն աչքները կուշտ կգան։ Լրախել կդնի։ Այսինքն օքեյ է, էլի, որ այն ժամանակին չէ, հիմա կուշտ կգան, հա։ Okay, մայրիկ ջան, շատ լավ է, թող գան ուշ, քեզ է կուշտ, ոչ ուտեն, համբ չանեն, չտանեն։ Այսքանը դերերեք, ինչ ասեմ, ավելացնելու բան ունեն։ Այո, սերներ, մինչև վաղը կհանդիպենք, վաղը, ուսան վաղը ավելի հետարքի նորություններ կունենանք ձեզ համար։ Լավ եղեք մինչ այդ, առայժմ։